Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հարցը սուղում եմ աշխատանք եւ սոցիալական հարցերի նախարարին։ Պարոն նախարար, մեր հանրապետությունում նպաստերի թոշակների թեման միշտ ամենակննարկողներից է եղել եւ այդ շարքում կարևոր տեղ է զբաղեցնում այսպես կոչված թաղման նպաստների հարցը։ Այսօր այն մեր հանրապետությունում կազմում է 200,000 դրամ եւ որպես սոցիալական աջակցության կարևոր բաղադրիչ այդ ծավալով իր նպատակին չի ծառայում արդեն։ Երեք հարց ունեմ, արդյոք նախատեսվում է վերանայել ներկայիս թաղման նպաստի չափը, եթե այո, որ ժամանակահատվածում է նախատեսվում կատարել նպաստի էական ավելացում, եւ երրորդը, եթե նման քայլեր չեն նախատեսվում, ապա նախարարությունը ինչ հիմնավորում ունի։ Հարցին կպատասխանի Արսեն Թորոսյան, համեցեք պարոն նախարար։ Շնորհակալություն հարցի համար պարոն Մելքոնյան։ Ես հիմա կդժվարանամ պատասխանել վերջնական մենք ինչ ենք անում այդ այսինքն այս պահի դրությամբ չունենք նման ծրագիր վերանայելու, բայց եթե դուք ունեք հիմնավորումներ, թե ինչու է պետք վերանայել, մենք կարող ենք ձեր հետ քննարկել եւ ինչ որ լուծումների գալ, բայց ես իհարկե կարևորելով այս աջակցության տեսակը, կարծում եմ, որ մենք պետք է ավելի շատ կենտրոնանանք կենթանի մարդկանց աջակցելու եւ իրանց խրախուսելու, իրանց հնարավորինս երկար կյանք պարգևելու վրա, եւ եթե նույնիսկ պետական բյուջեի միջոցներ պետք է ուղենք ինչ որ ծրագրի, դա ավելի առաջնահերթ պետք է լինի, քան ձեր ասածը, բայց դեմ չեմ, որ քննարկենք ու ինչ որ լուծումների հանգենք։ Շնորհակալություն։ Արձագանք։ Կենտանիի մարդկանց առողջության մասին պետք է մտածել, բայց մահը անխուսափելի է ու այսօր շատ ինչի հիմնական ինչի է պետք ավելացնել այդ նպաստերի չափը, որովհետև երկար տարիներ մնացել է անփոփոխ, իսկ կյանքը Հայաստանի Հանրապետությունում թանկացել է եւ այսօր շատ սոցիալապես խոցելի խավեր իրոք այդ փողի կարիքը շատ ունեն եւ անհրաժեշտ է անպայման վերանայել եւ ավելացնել այդ նպաստի չափը։ Դեմ չեմ քննարկելուն մեծ ուրախությամբ, եթե պատրաստ եք իրար հետ կաշխատենք այդ ուղղությամբ։ Շնորհակալություն։